Երևանում կառուցվում է հայ անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիր։ Մարզական կառույցի հիմքը արդեն դրվել է, շինարարական աշխատանքները մեկնարկել են։ Հիմնարկեքի պաշտոնական արարողությանը վարչապետին ուղեկցող Արթուր Աբրահամը վստահեցրեց, աշխատանքները տեմպով առաջ են գնում։ Տեսնում եք, արդեն սա պատվալային հարկն է։ Պայմանագրի ժամկետը 2 տարի է, բայց շինարարը հանձնառություն է ստանձնել հաջորդ տարեվերջին ավարտել գործը։ Մարզահամալիրը կունենա 2 մասնաշենք, 1 ստորգետնյա եւ 3 վերգետնյա հարկեր։ Ստորգետնյա հարկում կտեղակայվի 39 մեքենայի համար նախատեսված կայանատեղի։ Առաջին հարկում ունենք ուժային մարզաձևերի եւ ֆիթնես մարզասրահներ, իրենց հանդերձարաններով առանձին, ունենք բասկետբոլի դահլիճ, որը ունի 2 կողմից նստելատեղեր հանդիսատեսի համար, շուրջ 190 նստելատեղ ունի։ Ներեցեք ենթադրում է, որտեղ կարելի է նաև ռինգ դնել ու անպայման հատուկ ռինգի համար, ահա նայեք աջ կողմի վրա, այնտեղ ռինգն է դրած, այնտեղ բարբերն է։ Չէ, նկատի ունեմ հանդիսատեսով, եթե մրցումը լինի։ Այո, եթե ուզենանք հանդիսատեսով իհարկե կարող ենք այնտեղ ռինգել դնել, ռինգը հավաքովի է։ Մարզահամալիրը նախագծվել է պրոֆեսիոնալ մարզաձևերի համար նախատեսված ստանդարտներով։ Մշամարտի մարզասրահը իր բոլոր ենթակառուցվածքներով կտեղակայվի 2-րդ հարկում, 3-րդում կլինի բռնցքամարտի մարզասրահը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 2.3 միլիարդ դրամ է, որը հատկացրել է կառավարությունը։ Կարևոր է այս նախագծի մեջ նայա, որ Արթուրը մեզ ուղեկցել է նախագծման ամբողջ process-ի ընթացքում, այսինքն բոլոր միջազգային փորձի իր տեսած լավագույն են դահլիճները, որ աշխարհում կան, փորձել ենք կիրառել, ներառել իր խորհրդով նախագծի մեջ։ Ներքին Չարբախում մարզահամալիրի կառուցումը եղել է Արթուր Աբրահամի երազանքը։ Տարածքը տարիներ առաջ է ձեռք բերել բռնցքամարտիկը։ Պարտավորվում եմ իմ Գերմանիայի փորձը տալ մեր սերունդին, որպեսզի մեր սերունդը գերմանական համակարգով առաջ գնա, դիսցիպլինայով, ուժեղ պարապմունքներով, ոնց որ իմ մարզիչն է ինձ այդպես սովորացել, ես իմ փորձը կտամ մեր հաջորդ սերունդին, դա վերցնում եմ իմ վրա։ Եվ ես պարտավորվում եմ նաև ամբողջ մեջի գույքը ես ձեռք բերել եւ գնել մեր դպրոցի վրա, դա էլ է իմ վրա, պարոն վարչապետ։ Դրա համար ձեզ շնորհակալություն։ Ցանկություն ունեմ, որ ամբողջ գործունեությունը մարզական լինի ձեր անձնական վերահսկողության ներքո, որովհետև հասկանալիորեն դուք մարզական նվաճումների ճանապարհին շատ մեծ գիտելիք եւ փորձ եք ձեռք բերել, այդ թվում մարզման մեթոդների մասին, սպորտի կառավարման մասին, եւ մեզ համար շատ կարեւոր է մենք դա նվաճումների այսբերգի չերևացող հատվածն է, մեզ իհարկե երևացող հատվածը մեզ միշտ հպարտություն եւ ուրախություն է պատճառում, բայց մենք ուզում ենք այդ գիտելիքը ներդրվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Սա նախագիծ այն մասին, թե ոնց կարա Արվարձանը դառնա կենտրոն, որովհետև հիմա ինչ է տեղի ունենում։ Մենք ստեղծում ենք ձեզ հետ միասին Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիր, բայց դրանով ներքին Չարբախը դառնում է կենտրոն։ Ներքին Չարբախը դառնում է քաղաքի կենտրոն, որովհետև հիմա մեծ հավանականությամբ այդ թվում Երևանի կենտրոն վարչական շրջանում ապրող երեխաները ուզենալու են գան այստեղ, որպեսզի հաղորդակցվեն, որովհետև համոզված եմ, որ նրանք հիանում են եւ շատերն են ուզում Արթուր Աբրահամի նման մարզական նվաճումներ ունենան եւ ինչպես ընդունված է ասած ռոլ մոդելը շատերի համար։ Միջազգային ուշադրության որոշակի կենտրոն ենք ստեղծում եւ սա իհարկե շատ մեծ հաճույք է մեզ համար եւ համոզված եմ երեխեքներ անհամբեր սպասում են։ Վարչապետի գնահատմամբ հոյակապ նախագիծ է, այնինչ կառավարությունը ցանկանում է։ 3 տարի է պահանջվել պատրաստել նախագիծն ու ներկայացնել կառավարություն։ Նիկոլ Փաշինյանը եւ Արթուր Աբրահամը ստորագրեցին սերունդներին ուղղված ուղերձը։ Արթուր Աբրահամը մարզիկների հետ այն տեղադրեց մարզահամալիրի հիմքերում։ Զեկուցվեց նաև, որ Արթուր Ալեքսանյանի անվան դպրոցը վերանախագծվել է։ Մայիսի 14-ին հայտնի կլինի նոր շինարարն ու կսկսվեն աշխատանքները։ Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցը գործում է։ Ալագյազում Ռոման եւ Մալխաս Ամոյանների անվան դպրոցի հիմնարկեքը նախատեսված է մայիսին։ Վարչապետի խոսքով կառավարության այս քաղաքականությունը ուղղված է միջազգային ասպարեզում հաջողություններ արձանագրած մարզիկների արժևորմանը, սպորտի զարգացմանն ու առողջ ապրելակերպի խթանմանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը անվանի բռնցքամարտիկը վարչապետին խորհրդանշական նվերներ հանձնեց եւ մարզահամալիրի տարածքին մոտ գտնվող իր տուն թեյի հրավիրեց։ Բարև ձեզ, լավ եք, լավ առիթով ենք եկել։ Համար ձեզ բոլորը սիրում եմ, որովհետև դուք
սիրում եք մարդկանց մեջ մտնել, մեր մոտ լուրջ անկեղծ եմ ասում 70 չեմ ասում 100%, բայց 70-80%-ը այստեղ ձեզ սիրում են, նամանավանդ որ այս դպրոցը կառուցում ենք, ժողովուրդը չեք պատկերացնում ձեզ ինչպես են անկեղծ գնահատում։ Ես ձեզ անչափ շնորհակալ եմ, չգիտեմ ես բառերով դիտում եք ասել, լավ չեմ ամենայն մարդուն մոտ ասեմ, բայց բարի լավ ես ես պիտի ասեմ, իմ սրտի խոսքը դες պիտի ասեմ, բայց չեմ կարող էլ նորմալ Չէ, պարոն վարչապետ, էսի նորմալ բան չի։ չէ նո Յուրահատուկ բան է, գիտեք, որ sense աղքատ մի թաղամասում sense բան ենք ստեղծում, որտեղ ես էլ հուրհավիտյան չեմ, դուք էլ ոչ մեկն էլ, բայց սա մնում է Մայա Խաչատրյան, լուրեր։